Երկուսը նույն մարդիկ են։ Ինքը պատկերացրեք հանցագործ է, ինքը բարի մարդ է, պատկերացրեք։ Ինչի վրա է Աստված աշխատում։ Ոչ թե մարդկանց տեսքի վրա, ոչ թե մարդկանց հագու կապի վրա, նրանք նույն շորերն ունեն, նույն տեսքն ունեն, նույն բոյ, Աստված աշխատում է մարդու մտածելակերպի վրա։ Ինչի է ինքը հանցագործ, մտածելակերպի պատճառով։ Ինչի է ինքը բարի, նորից իր մտածելակերպի պատճառով։ Գիտեք, հանցագործություն անելու համար, սխալ բան անելու համար, լավ ասեմ, ավելի մեծ ջանք է պահանջվում, քան քրտինքով աշխատելու համար։ Ավելի մեծ պոտենցիալ ու եռանդ է պահանջում սխալ բաներ անելու համար, գիտեք, մարդ կասում ուղեղը նենց աշխատում, մտածում է ոնց անի, ուղեղը, նայում ես ասում ես ուղեղը։ Ավելի քիչ ջանք է պահանջվում ինչ որ բան ձեռնարկել եւ աշխատել։ Նայած մարդը, բայց ինչն է խնդիրը, գիտեք իրանց որն է։ Այս ամեն ինչ պատմում եմ մի նուրբ բանի անդրադառնալ։ Վտանգն ու խնդիր իրենց մտածելակերպի հավատքն է։ Հիմա կասեք հավատք։ Ինքը հավատում է, որ այդ եղանակով կհաջողվի։ Հավատքն է կործանում մարդուն։ Հավատքը մեխանիզմ է, որը կործանում է կամ հակառակը փրկում եւ օգնում է մարդուն։ Սխալ բաների վրա եղած հավատքն է, որ կործանում է մարդուն։ Անուշավանը մտածում է ոչ, ես չեմ կարող սխալ բաներով հաջողվել։ Սխալ մտածելակերպը եւ սխալ բաների վրա եղած հավատքը, այս բանն անեմ կհաջողվեմ, այս բանն անեմ կհաջողվեմ, սեներ ոչ։ Դրա համար մեր հավատքը պիտի հիմնված լինի Աստծո խոսքի վրա։ Գիտեք, որոշ մարդիկ ինչ են հավատում։ Որոշ մարդիկ հավատում են, որ եթե իրանք ունենան հաջողված, ասենց ասեմ, իրանք երեխաներին ինչի չեն ուղարկում եկեղեցի։ Որոշ մարդիկ այստեղ նստած կլինեն։ Հավատում են, որ եթե իրանք երեխաներին ուղարկեն եկեղեցի, իրանք երեխաները կապրեն սուրբ կյանք, մաքուր կյանք սկսեն ապրել եւ աշխարհը իրանք կկործանի, հավատքա, բայց սխալ բաների հանդեպ։ Եվ գիտեք ինչ են անում, իրենց հավատքը իրանք դրդում է գործողությունների եւ իրենց հավատքի արդյունքում իրանք երեխուն ասում են թող քնի երեխան։ Հավատքը արտահայտվում է, գիտեք ինչ, հոգատարությունով, բայց ետին մտքի մեջ ուրիշ բան կա, կդառնա սուրբ դպրոցում իրան կճնշեն։ Ահա կործանիչ երեխայի սու 2068 կործանարար ծնող մտքի պատճառով եւ ինքը զրկում է իր երեխուն։ Իսկ ինքը ոնց է հավատում այս մյուսը հավատում է ինչքան սուրբ լինի, այնքան անհաղթահարելի կլինի։ Ինչի է մտածում, որ մեղավոր բնույթով ապրող երեխան կլինի ուժեղ։ Որտեղից է գաղափարը, որ եթե իր երեխան չապրի Աստծո օրենքներով, մեղքով ապրի ուժեղ կլինի։ Տարօրինակ է, բայց ինքը հավատում է, չէ, իր երեխան կապրի սուրբ եւ կլինի անկոտրում, որտեղ ասում է Հիսուսը խաչի վրա չկոտրվեց, աշակերտները չկոտրվեցին, այնպիսի ուժեղ էին նրանք ոչ մի բանով չէին կոտրվում։ Սիրելիներ, մարդու հավատքը ճիշտ բաների նկատմամբ, ասես կարամ անընդհատ օրինակներ բերեմ, մարդու հավատքը ճիշտ բաների նկատմամբ կառուցում է սխալ բաների նկատմամբ հավատքը։ Դրա համար երբ որ սատանան գալիս է, գիտեք նորից ինչի վրա է աշխատում։ Սատանային պետք չի մարդու մեջ մտնի շատ ժամանակ, այլ նա մթնոլորտ է ստեղծում, որ մարդը հավատա սխալ բաների, որովհետև եթե մարդը հավատա սխալ բաների, ինքը պետք չի խառնվի։ Մարդը ինքը իրան կկործանի սեներ։ Հավատաց մարդը սխալ բաների, ինքը իրան կկործանի։ Մոտիկացավ Եվային սատանան եւ մի բան ասեց։ Ընդամենը մի խոսք ասեց։ Եվան քայլում էր Եդեմի պարտեզում, տեսավ նույն ծառը։ Հանկարծ այդ ծառը ցանկալի էր, հաճելի էր։ Այ մարդ ինչ էր եղես ծառը, չէ որ դա նույն ծառն էր, բայց իր մտածելակերպի մեջ ինչ որ փոփոխություն էր տեղի ունեցել, հավատք էր առաջացել սխալ բաների նկատմամբ, ինքը սկսել էր հավատալ, որ ուտի իր համար ավելի լավ կլինի։ Ինչն էր փոխվել, որովհետև սատանան իր խոսքով
Չարը բերած իր խոսքով։ Սատանան հասկանում էր, եթե նրանք պահում են Աստծո խոսքը, որտեղ Աստված իրանց հետ խոսացել է, նա հասկանում էր, նրանք նույն ձևի կշփոթեն, նույն ձևի կխախտեն այդ խոսքը խոսքի միջոցով։ Դրա համար եկեղեցին պիտի շատ խոսա։ Դրա համար դու գալիս եք ստե մենք խոսում ենք սերեր։ Դրա համար մենք ուզում ենք, որ մարդը լսի Աստծո խոսքը, դրա համար մենք կարդում ենք Աստծո խոսքը, ինչի, որտեղ ճշմարտությունն է, որ ազատում է մարդուն։ Ինչից է ազատում։ Ինչից է ազատում մարդուն ճշմարտությունը։ Սխալ մտածելակերպից։ Սխալ հավատքը կործանում է Աստված եւ ճիշտ հավատք է կառուցում մարդու մեջ։ Փաստորեն ամեն մարդ հաջողվում է կախված նրանից, թե ում է ականջ դնում։ Հավատքը լսելուց է առաջանում, Աստծո խոսքը ասում է, այսինքն հավատքը առաջանում է լսելուց, իսկ լսել ասում է, գիտեք ինչից, Աստծո խոսքից։ Սա նշանակում է, եթե մարդ ունի հավատք, բայց այն կրում է ուրիշ աղբյուր, դա վտանգավոր է մարդու համար։ Մարդը պետք է հավատա եւ այն հիմք պետք է ունենա, այդ հիմքը Աստծո խոսքն է սեներ։ Թող Տերը մեր մեջ ճիշտ հավատք կառուցի սեներ։ Ճիշտ հավատք կառուցի։ Դրա համար Աստված փոխում է մեր մտածելակերպը, ինչի համար, որ մի օր այս երիտասարդ չեն սրանք, երևույթների մասին է փոխաբերական, որ պտտում են մեր հետևից գալիս են, ես սկսում եմ ինձ համար դրանք դառնալ օտար։ Կամաց դրանք իմ կյանքից հեռանում են ինչի համար, որովհետև մարդը ինչպիսի մտածելակերպ ունի, դրանք իրան հետևում են սեներ։ Ինչ եք իմ հետևից գալի մտածելակերպից պատճառով։ Օրինակ մարդ կա, մտածելակերպ ունի, ասում է հա մարդ կարա գա եկեղեցի, բայց դե սուրբ լինելը տենց ոնց կլինի սուրբ լինի։ Դրա համար երբ որ ինքը անդադ գալիս է ինձ մեղքի մեջ է գցում, ինչի է ինքը, այս Արմանը ինչի հետևից գալի, իմ հավատքի պատճառով։ Այս նշանները հետևում են, ամեն նշան հետևում են մարդուն, ով ինչին հավատում է սիրել։ Ինչի ես անդադ գնում մեղքի մեջ, որտեվ ես հավատում եմ, որ մարդը չի կարա սուրբ ապրի։ Համար ես եկեղեցում եմ, այո, բայց ես չեմ պատկերացնում, ոնց կարա մարդ, դրա համար ես ուր գնում եմ, այդ մեղքը հետևում է ինձ։ Տեղս եմ փոխում, տեղանքս, լոկացիաս փոխում եմ, այդ մեղքը գալիս է իմ հետևից, ինչի են դրանք հետևում ինձի։ Իմ մտածելակերպի պատճառով դրանք գտնում են ինձի։ Համար դες կռվարար ինչի է գալի իմ հետևից։ Ես խաղ, որովհետև ես իմ մտքի մեջ հասկանում եմ հարցերս ես պետք է լուծեմ։ Ես իմ մտքի մեջ հասկանում եմ, որ ես ինչ չպաշտպանեմ, ինձ ով պաշտպանի։ Դրա համար անընդհատ այս երևույթներն ու այս նշանները հետևում են ինձ ելներ։ Դրա համար ինչ պետք է անեմ, որպեսզի նրանք չգան, ինձ չգտնեն իրանք, Աստված փոխում է մեր մտածելակերպը։ Ամեն ինչ մտածելակերպի հետևանք եւ արդյունք է սեներ, որոնք հետևում են մարդուն։